Սկզբում վարպետ էիր, աշխատում ես մոտ, հետո դարձար ադմինիստրատոր։ Ադմինը այն մարդն է, ով միջնորդ է լինում աշխատողի ու տնօրենի միջև։ Համենայն դեպս ամեն ինչ պետք է անել, որ վերջում մի փոքր սրահի շահը ավելի շատ հաշվի առնվի, որովհետև սրահն է ստեղծում իմիջ։ Դե կարծում եմ ես այդպես էլ անում եմ։ Իսկ դու քեզ որպես մատնահարդար, որ ադմին լինեիր, կհավանեիր։ Դժվարանում եմ ասել, բայց երևի թե չէ։ Այսինքն դու քեզ կուղեր, չէ, որպես վարպետ։ Ես ինքս որպես ադմին որ նայում եմ, նույնիսկ մասնագետներին, արդեն դե այնքան ես այդ ոլորտում, որ թեկուզ ինչքան էլ օրինակ մեյքափի ոլորտում չկաս, բայց արդեն տեսնում ես որն է ավելի սիրուն, որտեղ պետք է մի քիչ շտկվի։ Լինում է, որ օրինակ այդ մեյքափը քեզ մոտիկանա այդ աղջիկը վճարելու ու դու հասկանաս, որ այդ վճարը չպետք է վերցնես, որտեղ չարժե կամ ընդհակառակը։ Լինում է, որ ես ընդհանրապես նույնիսկ մասնագետին չեմ հարցնում։ Հակառակը, օրինակի համար որ նայել ես, վճարելու չի եղել։ Տենց դեպքեր չենք ունենում, բայց Ստում ես։ Չէ, չենք ունենում։ Լավ, մի քիչ Բայց եղել է, որ օրինակ ասում, բայց չէ, այդ ձեր ասածը մի քիչ շատ է դրա համար, պետքա մի փոքր ավելի քիչ։ Այսինքն լինում է, որ ադմինը իրավունք ունի, օրինակ տեսնելով գնահատի որակը եւ հասկանա, որ կարելի է մի փոքր որպես սկսնակ թերություններ եթե կան, մի քիչ ավելի մեղմել։ Այո, իհարկե ունի։ Մեր սրահում ունի ադմիններ իրավունքները։